Այսօր մեզ է միացել ազգային ժողովի պատգամավոր Գեգամ Նազարյանը, շնորհակալություն, որ մեր հրավերը ընդունեցիք։ Ոչ մի խմբակցություն չնշեցի, ճիշտ արեցի, չէ՞, որ չկա, ու չի էլ լինելու, ինձ թվում է։ Դե իհարկե չի լինելու։ Անկախ պատգամավորի կանոնադրությամբ չֆիքսած կարգավիճակում կփորձեմ մինչև 26 թվականի քաղաքական կոնյունկտուրան մեկ այնպես է փոխվում։ Շատ բան է փոխվում, դրա համար ես հասկացել եմ, որ միանշանակ ոչինչ երբեք չի կարելի պնդել։ Կասեք, ազգային ժողովում մեծ հաշվով մանր մունդր վեճերը թողնենք, կա ներքին կոնսենսուս չխփել գոտկատեղից ներքև։ Դա չպայմանավորված չգրված պայմանավորվածություն է, որ լավ կլիներ, բայց երբեմն դա չի պահպանվում եւ խփում են նաեւ գոտկատեղից ներքև։ Բայց քանի հասունացավ խորհրդարանը, այն մանկության շրջանը, պատանեկության անցավ։ Կա այդպիսի տենդենս հասունանում է։ Զգացվում է ակնհայտ, որ արդեն միմյանց նույնիսկ ամենասուր իրավիճակներում, որ ասենք 21 թվականի աշնանը կամ 22-ի գարնանը կարող էր դուրուդմփուցի հասնել, հիմա շատ խաղաղ լսում են իրար, միայն պատասխանում են սուր ելույթներով։ Դա իմ կարծիքով մեծ առաջընթաց է հետպատերազմյան երկրի համար։ Դա ձեր տեսակետը, կա նաև տեսակետ, որ այնուամենայնիվ կա ներքին համաձայնություն խորհրդարանական իշխող ուժի եւ ընդդիմության միջև։ Նման բան չկա, գիտեք, անկեղծ ասած, ես գիտեմ այդ տեսակետները, որ ծնվում են ճակերտավոր քաղաքագետների կողմից, որոնք միշտ սրճարանում նստած են, միշտ իրենք ոչինչ չեն անում, միշտ իրենք պատասխանատվություն չեն վերցնում եւ գիտեք, այդ հետարքիր բան եք ասում այդ հարցը, այդ տիպի արտահայտությունները, պնդումները շատ արագ են տարածվում ժողովրդի միահագին զանգվածի մեջ եւ դու ստիպված ես համոզել, որ այդպես չի, ես հասկացա, որ պետք չի համոզել, ինքը այդպես է ընդունում, որ կարծում է, որ իրար հետ պայմանավորված են, թող այդպես մտածի, բայց եթե ինքը խնդիր դնի վերլուծելու, պարզ է, ինչի շուրջ են համաձայնեցված, ինչի շուրջ են չկա թե այդպիսի բան իրականում չկա, գոյություն չունի։ Առաջիկա ընտրությունների։ Դե առաջիկա ընտրությունը մի տարի, մի ամիս մոտ ժամանակ կա, բայց կարելի ասել, որ նախընտրական շրջանը սկսված է եւ դա զգացվում արդեն եւ քաղաքական ուժերի եւ անհատների քաղաքականությամբ զբաղվող պահվածքից։ Այսինքն ներքաղաքական մթնոլորտը փոխված է։ Փոխված է ակնհայտ։ Ինչն է ակտիվացրել, ինչն է փոխել հատկապես։ Գիտեք, ես խորհրդարանում է զգացում, թե եւ արտախորհրդարանական ուժերի շրջանում եւ խորհրդարանական ուժերի շրջան արդեն փորձում են մարդկանց համոզել, որ իրենք են հենց այն միակը, որոնք գիշերը չեն քնում, ցերեկահաց չեն ուտում եւ մտածում են բազմաչափ ժողովրդի մասին։ Սա էլ է բնական։ Լավ, ընտրություն կամ Հայաստանի ներքաղաքական կյանքը իր հունով կարող է եւ գնալ, եթե ամեն ինչ խաղաղ լինի, չէ՞, թե այդպես չէ։ Կապ ունի հայ-ադրբեջանական օրակարգը ինչպիսին կլինի։ Ինչպիսին է հիմա, ինչպիսին կլինի 1 տարի։ Միանշանակ ինչպես հայ-ադրբեջանական, հայ-իրանական, հայ-ռուսական, հայ-ամերիկյան, հայ-թուրքական, բնականաբար Հայաստանի նման բոլոր երկրների, բայց Հայաստանի նման երկրների համար այդպիսի հարաբերությունները բնական ազդեցություն են ունենալու ներքաղաքական զարգացումների եւ իրադարձությունների վրա։ Խաղաղության պայմանագրով են գնում ընտրության Հայաստանում, թե առանց այդ պայմանագրի դա էական է։ Եթե լինի ստորագրված խաղաղության պայմանագիրը, դա իշխող քաղաքական ուժի ձայները տոկոսային առումով բավական կբարձրացնի։
Հետաքրքիր է։ Դե այդ հաշվարկը Բաքուն էլ ունի, չէ՞։ Բան չի կարող չունենալ։ Ձեր հասցեին քաղաքական վերաբերմունքը փոխվել է, չգիտեմ ճիշտ եմ ձևակերպ, թե ոչ։ Ձեր գործողությունների հետևանք է դա, թե այլ մթնոլորտ է աշխատել։ Իրենք երկու գործոնն էլ աշխատում են։ Եվ իմ ելույթները, իմ գործողություններն են ազդում դրա վրա, եւ Հայաստանում իշխող, ցավոք սրտի իշխող ատելության մթնոլորտը։ Կարող են իմ հետ համաձայն չլինել այս կամ այն հարցում, ընդհանրապես ասեն, գիտեք, Նազարյանը սխալ է եւ կարծում ենք սա այսպես է, ընդհանրապես, բայց դա ուղեկցվում է այսպես։ Նազարյանը այսպես, ամենատագետները օգտագործում են իմ հերոս որդու անունը, որը ամենատգեղ բանն է, ասենք, եթե ինձ ասելիք ունեք, ասեք որդուս մի հիշեք։ Դա մեր իր երկրի տխուր իրականություններից մեկի մասին է։ Գեգամ Նազարյանը ոչ հրեշտակ է, ոչ էլ իդեալական մարդ կամ մարդու իդեալ։ Ինքը կարող է եւ սխալ արտահայտություններ անել, եւ սխալ վերլուծություններ անել, եւ վիրավորել մարդուն, հատկապես հետպատերազմյան շրջանում, բայց բոլորին ես ասում եմ, գիտեք, հետպատերազմյան շրջանում բոլորիս էմոցիոնալ վիճակը հասկանալի ու ներելի է, բայց երբ որ պատերազմից անցնում է 1.5, 2 տարի, դուք մնում եք այդ իրար ատելու, իրար մեղադրելու, իրար վիրավորելու շրջանը, դա կոպիտ մեղմ ասած, կոպիտ սխալ է ու մենք մեր ձեռքով մեր երկիրը վնասում ենք։ Մենք նույնիսկ ես չգիտեմ ինչ անեմ, ինչպես ազդեմ, բայց ես ուզում եմ, որ այս նախընտրական փուլը անցնի օրինակելի։ Դու ունես տեսակետ, պնդիր, մարդուն բացատրիր, ասա, գիտեք, ես կարծում եմ, որ այսպես մենք պետք է զարգանանք, կամ այս քայլերը պետք է այս հերթականությամբ անենք, պարտադիր չի վիրավորես, հայոյես, անիծես, մեկը թուրք է, մեկը դավաճան է, մեկը 5-րդ շարասյուն է, մեկը ռուսի շպիոն է, լավ, նորմալ մարդ չկա այս երկրում։ Ես համոզված եմ, որ կա, էլի, ես դրա համար եմ ասում։ Հայաստան խմբակցությունից դուրս գալը ձեր որոշումն է, թե խմբակցությունը հասկացրեց, որ ավարտվել է։ Համատեղ եկանք բնական գործընթաց էր եւ առանց իրարից նեղանալու շատ ջերմ մթնոլորտում որոշում կայացրինք, որ այսպես է, որովհետեւ բաներ կար, ես արտահայտում էի ակնհայտ այնպիսի մտքեր, որ խմբակցությունը որպես թիմ այլ կարծիք ուներ եւ ես հասկանում եմ, ես լռել չեմ կարող, ես չէի կարող լռել, ես խնդիրներ իմ առջև տեսնում եմ որպես պատգամավոր լուծելու, որ ես պիտի լուծեմ, շարունակեմ այդ քայլերը անել եւ եկանք այն որոշման, որ ավելի լավ է ես լինեմ անկախ պատգամավոր։ Հայաստանի ընտրությունների վրա կամ ընդհանրապես ներքաղաքական մթնոլորտի վրա արտաքին ազդեցություն նախ կա, թե ոչ։ Երբեմն այստեղ էլ չափազանցված, այսպես ասած, դինամիկա է նկատվում։ Եթե կա, ապա կարող է որոշիչ լինել դա։ Իրականում չկա։ Ես անկեղծ եմ ասում, իրականում չկա։ Պատկերացրեք, ես բացատրեմ, որ մարդը մի քիչ ավելի ընկալելի լինի։ Պատկերացրեք, երկու ֆուտբոլային թիմ խաղում են դաշտում։ Երբ որ իրենք սկսում են խաղալը, արդեն որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ, մենակ մնում է ցանկությունները։ Ինքը մենք ենք խաղացողները։ Ռուսաստանը մի բան է ցանկանում, Ռուսաստանի այս մի ուժը կամ մի, չգիտեմ, գլուխը, այս մի բևեռը էսա ցանկանում, Ամերիկան գուցե ինչ-որ բան է ուզում, Եվրոպան էս է ուզում, Իրանը էս է ուզում, Թուրքիան ու Ադրբեջանը այլ բան են ուզում, մինչև հանդիպումը, ֆուտբոլային հանդիպումը փորձում են հուշել, օգնել, չգիտեմ, խորհուրդներ տալ,
տեխնիկա, տակտիկական հրանգավորումներ տալ, բայց ի վերջո խաղում ենք մենք։ Եվ այստեղ արդեն որը մեկը չի ազդում։ Ուղղակի մեր մոտ, գիտեք, բան կա, այսպես մտածում են ժողովուրդը շատ օտարամոլ է ու ասենք ինչ որ մեկը որ ուզում է ժողովրդին ցույց տա որ գիտեք ես շատ ուժեղ ու հաղթելու շանս ունեցող եմ անպայման գնում է Մոսկվա, այդ մասին գրառում է, որ ինքը գնացել է Մոսկվա կամ Բրյուսել կամ չգիտեմ Վաշինգտոն, մի հյուրանոցում sense ինչ որ հայելու մոտ նկարվում է իբր լուրջ հանդիպման պատրաստվելիս կամ հանդիպումից հետո այդ մասին էլ է գրառում անում, ունեցան կարևոր հանդիպումներ, ասենք Վաշինգտոնում կամ շատ կարևոր էր մոսկովյան քննարկումները, որ այս հենքով մտնի, բայց իրականում շատ ներողություն հազվադեպ են շատ լուրջ հանդիպումներ լինում։ Խաղ բառը շատ տեղին օգտագործեցիք։ Մեր արտաքին խաղը պարտավորական է։ Փիլիսոփայական հարց է, ով ոնց է ուզում, բայց եթե դու կանգնում ես իրականության վրա, Տիրանցը տվեցին, սա եղավ։ Հիմա Սյունիքի գլխին են ամպերը կուտակվել։ Այդ մի թևը։ Հետո կա դրա հակադարձող թևը։ Դուք ամեն օր ինձանից շատ եք տեսնում այդ պատկերը։ Ճիշտ եք ասում, մի կողմը այնպիսան ներկայացնում իրականությունը, որ Հայաստանը այնպիսի հրաշք արտաքին քաղաքականություն ավարում կամ ներքին քաղաքականություն, որ բոլոր արևմտյան եւ արևելյան քաղաքագիտական դասագրքերը այդ մասին պիտի գրեն։ Մյուս կողմն էլ մի այնպիսի սարսափազդու պատկեր է ներկայացնում, որ մարդը տեսնելով, որ դիմացը սպիտակ շենք է եւ որի վրա կանաչ պաստառը կպցրած սպիտակ տառերով, իրան համոզում են, որ շենքը սև է, պաստառը կարմիր է, տառերն է սպիտակ չի սև, ու ինքը սկսում է հավատալ դրան։ Ինքը հավատում է։ Ես իմ ծանոթ բարեկամներին այս 1 տարում այնքան եմ հոգնել ասել, որ Ժորժ ջան, իրանցը ոչ մեկ չի տվեք, իրանցում մարդիկ ապրում են, շարունակում են ապրել եւ տալու մտադրություն որևէ մեկը չունի եւ ցավոք սրտի ես չեմ ավարտել այդ առաքելությունը, որովհետեւ ամեն օր պատահում է նոր մարդ, որը ինձ շատ լուրջ դեմքով ուզում է համոզի, որ իրանցը տվել են մի տարի առաջ, բերքաբերն են տվել, չգիտեմ, ոսկեպարն են տվել, այս խոսակցությունը այնքան շատացավ եւ ցավոք սրտի կան ալիքներ, որոնք դիտում ապահովելու համար այդպիսի լուրերը իմանալով հանդերձ որ սուտ է տարածում են, որ չգիտես ինչի այդ լայքա, մայքա ստանան։ Թե քաղաքական կոնյունկտուրա սպասարկելու համար։ Եվ կամ նույնը Սյունիքին է վերաբերում, այնքան ասին, մի քանի հոգի էլ կա, անուններ չտամ էլի, իրանց ասում են քաղաքագետ, չգիտեմ, ռազմական վերլուծաբան, այն որ տանը ուզում ես ներվերդ մի քիչ հանգստացնես ալիքներով այս կողմ այն կողմ ես գնում, դրանց միշտ տեսնում ես նույն դեմքով, որ ասում են Ադրբեջանը վաղը այս ուղղությունով հարձակվելու եւ այս կամ ասում են Ադրբեջանը ճիշտ կանի այս ուղղությունով հարձակվի ու sense զարմանում ասում եմ լավ, այդ աշճանա հոգեխանգարվել մեր հասարակությունը, որ այդ մարդուն հերիք չի հրավիրում են ստուդիա, հերիք չի լսում են իր ճամարտականություններն ու խելագարությունները, մի հատ է եթեր են տալի, հետո նորից են հրավիրում։ Դա լուրջ մտածելու թեմա է, խնդիր է, լավ, այսօր ենք հասել։ Ազգային ժողովում կարծեմ ավարտել է հանձնաժողովի այդ աշխատանքը, պատերազմի հետևանքները ուսումնասիրել։ Բայց չի հրապարակել, չի հրապարակել։ Դուք որևէ բան սպասում եք այդ հրապարակից։ Անկեղծ ոչ։ Որովհետև գիտեք ինչու։ Ոչ թե որ հանձնաժողովը վատ է աշխատել, այն իր ռեսուրսներով, որ ուներ, իր ծավալները, հսկա ծավալները, որ կարող էր մարսել, կարող եմ ասել, էլի գիտեմ, կարող է քննադատեն, երևի արել առավելագույնը։ Իսկ սկզբանե ես ասում եմ, որ պետք չի այդ ձևով պետք է հատուկ ատյան ստեղծվի, ասում եմ, մեր Նյուրնբերգյան դատավարությունը թող լինի, բայց մարդիկ մտածում են, որ ասում են Նյուրնբերգյան դատավարություն անպայման պետք է մի քանիսին բռնենք, կանխենք։ Ես ասում եմ, եկեք հատուկ ատյան ստեղծենք, մարդիկ միայն այդ գործով զբաղվեն,
քննեն, բացահայտեն պատերազմի հետ պատերազմյան հետ պատերազմյան շատ հանգամանքներ, որ այլևս երբեք մենք նման ծանրագույն վիճակում չհայտնվենք։ Ու ես էլի եմ ասում, ես համոզված եմ, առողջ լիներ մեր հասարակությունը, ինքնախաբեությամբ չապրեր, ինքը այս պատերազմը չէր լինելու, այս կորուստները չէին լինելու, մեր ընտանիքները չէին փլուզվելու։ Նկատի ունեք ընդհանրապես բախումը չէր լինելու։ Այո, բախումը չէր լինելու։ Դե երկրորդ նախագահը ասում է Հայաստանն է սադրել, բան 44 օրը։ Ես լսել եք այդ։ Լսել եմ։ Ինքը ոչ թե միտքը ուղղակի չգիտեմ լավ չձևակերպվեց կամ սխալ ընկալվեց, ինքը ասեց Հայաստանը արեց գործողություններ, որը Ադրբեջանին թույլ տվեց այդ պատերազմը, ասենք X օր հետո սկսել։ Ճիշտ եք ասում, բայց դա չէր նշանակում, թե Ադրբեջանը չէր պատրաստվում։ Չէ, իհարկե պատրաստվում էր։ Ադրբեջանը, ես ձեզ ասեմ, դուք էլ ինձնից լավ գիտեք, որ այդ պատերազմին պատրաստվել է 94 թվականի մայիսի 13-ից սկսած։ Խնդիրը այն էր մեր կողմը, մենք ինչպես ենք հակազդելու, ինչ ենք անելու, ինչ իրական հնարավորություններ ունենք, որն է մեր առավելագույնը, որ կարող ենք ստանալ այս կոնֆլիկտից, մենք արդյոք այնքան կանք, որ եթե մենք որոշում ենք կայացրել, այդ որոշումը կարողանանք իրականացնել, ու այդ ամեն ինչի համար պետք էր ուղղակի անկեղծ լինել, նախ ինքդ քո հետ, որպես ղեկավար պետության, երկրորդը ժողովրդի հետ, եւ ասել, որ սիրելի հայրենակիցներ, ցավոք սրտի, թեի բարեբախտաբար, այս աշխարհում մենակ Հայաստան եւ Ադրբեջան պետությունները չեն, որ կան այլ երկրներ իրենց շահերով, իրենց ազդեցությամբ, իրենց ամեն ինչով, որի հետ մենք չենք կարող հաշվի չնստել։ Այդ շրջանի ամենակոպիտ սխալը, եթե կա այդպեսին գործող իշխանության, ո՞րն է համարում։ Գիտեք որը, որ իրենք եւս դարձան այդ մտնիկ Սասուն Մուշ Արդահան այդ երբ կար չէ, այդ դրա կրողները դառան, հիշում եք Հուլիսյան Տավուշյան մարտեր տեղի ունեցան, դրանից հետո Սարդարապատում դա էլ էր մոլորության արդյունք։ Ասենք, եթե Նիկոլ Փաշինյանի շուրջը գտնվողները սթափվեին եւ այս կեղծիքից կարողանային դուրս գալ ինքնախաբեությամբ, տեսեք Նիկոլ Փաշինյանը լինելով Դե պետք է նստել զիջումների սեղանի շուրջ, դա է նշանակում։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը լինելով ընդդիմադիր, չէ՞ այս սուր, բայց ինքը այդ հարցերում գրեթե որևէ ու ժողովրդի 99%-ը այդպեսին էր։ Մեր բանակը կհաղթի առնվազն 5 բանակի, մենք ուժեղ ենք, մնացածները թույլ են, մենք հզոր ենք եւ այլն։ Եվ հետո թքած ունենք միջազգային կանոնների, միջազգայինորեն ընդունված սահմանների վրա։ Մենք ինչ ուզում ենք, այն էլ անում ենք, բայց դու մի հատ նայ դու ով ես, որ ինչ ուզես անես։ Այսինքն ինձ շատ են հարցնում, մենք տարբերակ ունեինք պահելու Արցախը։ Ամենաարագ պատասխանը էսա, եթե ունենայինք կպահեինք, բայց իրականում մենք պետքա մի հատ հայկական լավ ասացված կա։ Ոտքդ վերմակից չափով մեկնիր, մենք մի հատ մեր ոտքին էլ չենք նայել, վերմակին էլ չենք նայել։ Հորինել ենք ոտք, որ ունենք, հորինել ենք վերմակ, որ ունենք։ Հետևանքները եղավ ծանր։ Ձեզ այս ընթացքում չի զարմացրել այն հանգամանքը, որ պատերազմում պարտություն կրած քաղաքական ուժը վերընտրվեց։ Շատ է զարմացրել, շատ։ Մանավանդ 21 թվականի հունիսի ընտրություններից հետո ես անկեղծ շոկի մեջ էի։ Ոչ թե որ ես Հայաստան խմբակցությունում էի, ուզում էի, որ մեր հաղթանակը շատ ուժեղ լիներ, չէ, ես ինքս համոզված էի, որ քաղաքական տրամաբանությունը, տիեզերական տրամաբանությունը հուշում է, որ այն ուժը, որը կապ չունի ինչ պատճառով է պարտվել, բայց պարտվելա ինքը պետքա հեռանա ճանապարհը տա այն ուժին, որը պետք է շարունակի։ Հետո ես հասկացա, թե ինչու եղավ։ Հետո ես չեմ ասում, ես տաղանդավոր էի եւ
3 օր հետո հասկացա։ Հետո ժողովուրդը ինչու այդպես վարվեց։ Այո, ես հասկացա ինչու տեղի ունեցավ այդ քվեարկությունը։ Ես շատ եմ մտածել, շատ, այսպես, այնպես, այսպես, ու ես եկա համոզման, որ էլի ուզում եք ասեք աստվածային ուժերը, տիեզերական ուժերը, իրենք միջամտում են, որովհետև այս ամեն ինչը ուղղակի հենց այնպես չի, էլի պատահականությունների շարան չի, ամեն ինչ իրար հետ կապված է եւ եթե տեղի ունեցել մի մեծ իրենց կարծիքով ով անում էր մի մեծ բլեֆ, այդ բլեֆը պետքա արդյունք չունենար հետագայում, հետևանք չունենար։ Այսինքն ես գիտեմ, որ Հայաստանին ծանր պատերազմ է սպասվում, ես գիտեմ մեր ռեսուրսները, ես գիտեմ աշխարհի հիմնական խաղացողների եւ Հայաստանում ազդեցություն ունեցողների դիրքորոշումը, բայց ես խի թողեմ, որ դա մնա իմ վրա, բեր ես ճողոպրեմ։ Այ հենց այդ պատճառով էլ 21 թվականին ընտրվեց Նիկոլ Փաշինյանի գլխավոր։ Ուրիշ բացատրություն չկա, դա է բացատրությունը։ Արգել Գեգամ, կարճ կասեք, ավարտում ենք արդեն։ Եթե նախընտրական կա այդպիսի նախանշաններ, որ եւ երկրորդը եւ երրորդը տրամադրված են մասնակցել քաղաքական անցուդարձին, ճիշտ է կամոր։ Իհարկե, եթե իրենք գտնում են, որ էլի պիտի մասնակցեն, ճիշտ ու սխալը որոշվում է քվեարկությամբ ժողովրդի կողմից։ Ասեմ ինչու, դա մեկնաբանվում է որպես օգնություն գործող իշխանություն։ Իրենք այդպես չեն մտածում եւ իրենք մտածում են, որ իրենք ունեն ասելիք, անելիք ու իրենց առաջարկում են ժողովրդին։ Ժողովուրդն էլ Աստծո կամոք որոշելու է ով որքան ձայնա ստանալու։ Շատ լավ։ Ու շնորհակալություն, որ եկաք։ Ձեզ եմ շնորհակալ։ Գեգամ Նազարյան, ազգային ժողովի պատգամավոր։